Բարի երեկո, տիկնայք և պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի աշնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա և Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ։ Մեր հեռուստադիտողները քաջատեղյակ են, որ բացի մրցութային խաղերից, ինչ որտեղ երբ հայաստանյան հեռուստախաղի շրջանակներում իրականացվում են նաև հատուկ նախագծեր, որոնց մասնակիցները հանդես են գալիս մրցույթից դուրս։ Այսինքն անկախ խաղի արդյունքից թիմերը եզրափակիչ դուրս գալու հնարավորություն չունեն։ Ուշադրություն, այսուհետ բոլոր ոչ մրցութային խաղերը կանցկացվեն հայերենով։ Մեր տեղեկատվական դաշտի ներկայացուցիչները սովորաբար իրենք են հարցեր ուղղում քաղաքական գործիչներին, արվեստագետներին, մարզիկներին եւ այլոց։ Բայց այսօր նրանք ընդունել են մեր հրավերը եւ պատրաստակամություն հայտնել պատասխանելու հեռուստադիտողների հարցերին։ Եվ ես խաղի եմ հրավիրում Հայկ Խալաթյանի թիմին։ Նովոստի Արմենիա գործակալության խմբագիր Գագիկ Բաղդասարյան, հեռուստա եւ ռադիո հաղորդավարներ Լիլիթ Թումանյան եւ Եգոր Կլումը։ Առավոտ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյան եւ թիմի ավագ լրագրող քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյան։ Հայկ Խալաթյանի թիմի դեմ այսօր կխաղան Մարիամ Ասլանյանը, Անելկա Ավետիսյանը, Արմինե Գևորգյանը, Փարանձեմ Եկորյանը, Տաթևիկ Սիմոնյանը, Պատվական Համբարձումյանը, Բլից խաղահատվածը, Քրիստինե Ալաբերկյանը, Զմբատ Մաթևոսյանը, Սուսաննա Մելքոնյանը, Սամվել Ֆարմանյանը, Էդգար Գևորգյանը և Ռոզգոստրախ Արմենիա։ Ինչ որտեղ երբ աշնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվեն նրանք, ովքեր կվաստակեն 6 միավոր, հաշիվն է 0-0։ Առաջին խաղապուր։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Մենք միասին սկսում ենք մի գործ, այսինքն առաջին անգամ խաղը հեռարձակվում է հայերենով։ Դժվարություն կլինի, թե չէ, պարոն Խալաթյան, ինչ եք կարծում։ Ինձ թվում է կկարողանանք։ Ինձ թվում է ավելի լավ կկարողանաք, պարոն Խալաթյան։ Ձեր դեմ խաղում է Էդգար Գևորգյանը, տնտեսագետ, քաղաք Երևան։ Համաձայն Չարլզ Սպենսեր Չապլինի, դա ողբերգություն է, երբ այն տեսնում ես խոշոր պլանով, և կատակերգություն, երբ դրան նայում ես հեռվից։ Ուշադրություն հարցը։ Ինչի մասին է խոսքը։ Ժամանակ։ Պայթենի, որտև ինքը ասել է, որ դա լավ է, որ կոյ չի։ Բացի կյանքից ինչ կարող լինի։ Անգնում, սայտակումը անգնում է։ Իսկ միգուցե ավելի ընդհանրացվածն է։ Չէ, նաբարոտ։ Մոտիկից ողբերգություն։ Մոտիկից ողբերգություն, հեռվից։ Ողբերգություն է խոշոր պլանով, կատակերգություն է ընդհանուր պլանով։ Հեռվից։ Այսինքն միգուցե ընկնելն է։ Քաղաքականությունը կարող է։ լավ տարբերակներ որպես, ոչ միայն օրինակ գործողություն ընկնելուց բաց։ Ինքը ասել որ ծիծաղալու է, բայց ոչ թե ողբերգություն կատարել։ Բացի կյանք ընկնել ինչ կարող է լինի, մտածեք։ Տարբերակներ, էֆեկտներ։ Պատերազմ չի կարող լինի։ Քաղաքականություն կարող լինի։ Չէ, քաղաքականությունը ինչ։ Միգուցե ավելի տենց փիլիսոփայական, ասենք սխալվելը մարդու, ընդհանրապես մարդկային սխալները։ Բայց ընկնելը չէ կյանք։ Դուք պատասխանեցիք։ Ժամանակ, պարոն Խալաթյան, ով է պատասխանում։ Կպատասխանի Լիլիթը։ Լսում ենք ձեզ։ Պարոն հաղորդավար, կարելի է ենթադրել, որ առհասարակ մարդու կյանքը, որը ողբերգություն է խոշոր պլանով, իսկ ընդհանրացված միգուցե եւ թվակատակերգություն։ Օրինակ ձեզ այդպես է թվում։ Նաեւ այդպես։ Նաեւ այդպես։ Այդ դեպքում ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ողբերգություն, երբ այն տեսնում ես խոշոր պլանով,
եւ կատակերգություն, երբ նայում ես հեռվից։ Համաձայն Չարլզ Սպենսեր Չապլինի դա կյանքն է Լիլիթ։ 1-0 օգուտ գիտակների։ Ինչ որտեղ երբ աշնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Ռոստոր Սրախ Արմենիա ընկերությունը, հովանավորներ Յուկոմ ընկերություն, Կոնյակ Մադաթը, Կոնվերսբանկ, Միսի էլեկտրոնիկս խանութ Սրահ, իսկ հեռուստադիտողների եւ գիտակների գործընկերն է Նուրս Քարտը, գովաց Արմենիա TV-ի եթերում։ Ուշադրություն։ Այսօրվա խաղի լավագույն գիտակին Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը նվիրում է Ստեփան Մալխասյանցի հայերեն բացատրական բառարանի 4 հատորյակը իր մակագրությամբ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բյուրոկրատ գրախանութին մեզ գրքեր տրամադրելու համար։ Շարունակում ենք խաղը երկրորդ խաղափուլ։ Ուշադրություն, ինչ որտեղ երբ աշնանային եթերաշրջանի եզրափակիչ խաղում կշնորհվի գլխավոր մրցանակը Մարմարե արծիվը։ Եթե եզրափակիչ խաղում հաղթեն գիտակները, ապա գլխավոր մրցանակը, ինչպես նաև Ռոստոստրախ Արմենիա ընկերության կողմից սահմանված 400,000 դրամ դրամական պարգևը կստանա այդ թիմի լավագույն գիտակը։ Իսկ եթե եզրափակիչ խաղում հաղթեն հեռուստադիտողները, ապա Մարմարե արծիվն ու դրամական պարգևը կստանա լավագույն հարցի հեղինակը։ Ձեր դեմ խաղում է Պատվական Համբարձումյանը, մենեջեր Քաղաք Երևան։ Ուշադրություն, Սև Արկղ։ Երկարը եւ կանաչը Վիետնամում ուտում են ամեն օր։ Կարճը եւ կիտրոնագույնը չորացնում են, իսկ այն, ինչը մատուցվում է տոնական սեղանին, այս պահին գտնվում է Սև Արկղում։ Ուշադրություն հարցը, ինչ է Սև Արկղում։ Ժամանակ։ Երկարը կանաչը բամբուկ Բամբուկ, կիտրոնագույնը։ Խոսքը նույն բանի մասին է, ենթադրում եք, որ նույն բանն է տարբեր տեսակներով, որը որ կարա լինի երկար եւ կանաչ, կարճ ու կիտրոնագույն, այսինքն դեղնավուն։ Դա չորացնում են, դա չորացնում են։ Բամբուկի չի լինի։ Բամբուկը դեղնում է, երբ որ չորացնում են։ Չէ, ինքը դեղին է նոր են չորացնում։ Ենթադրում եմ, որ չորացնում են, էլի իրանց մոտ։ Ինչ կարող է լինի։ բայց բամբուկից բացի Բիբար լինի։ Իսկ տոնականի Երկար եւ կանաչ ուտում են ամեն օր, տոնական Սեղանին ինչ են սեղանին դնում են տոնորերին, այսինքն Ինչն են դրվում տոնական սեղանին։ Ինչա մեջ է, ուտելու բան է։ Ինչ կարող է Իսկական բանան։ բացի բամբուկից։ երկար եւ կանաչ, Բանան էլի մա երկար փոքր։ երկար կանաչ, կարճ եւ Բարու կանաչ չի կարող։ Հա, բայց ինչ դեպի տոնական է ինչ։ Սա խնդրեսնիկ շաքարե Ուտելու բան է, բամբուկ ուտում են ժողովուրդ։ Հա իհարկե, սա խնդրեսնիկ է։ Ժամանակ։ Կպատասխանի Սամվել Մատեոսյանը։ Սամվել Մարտիրոսյանը, լսում ենք ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Ճիշտ ասած, երկմտանքի մեջ ենք, բամբուկն է թե բանանը։ Ենթադրեցինք, որ բանանն է։ Բանանը։ Իսկ ինչու այդպես ենթադրեցիք, պարոն Մարտիրոսյան։ Ավելի համով է ենթադրել։ Բայց հարցը թե որն է տոնական բանանը կամ տոնական բամբուկը։ Այ դա Մութ մնաց։ հա, մութ մնաց, երևի վառ դեղին։ Ձեր պատասխանը հասկանալի է, ճիշտն ասած բամբուկ չեմ կերել, որ կարողանամ համեմատել բանանն է համեղ թե բամբուկը, այնուամենայնիվ ուշադրություն ճիշտ պատասխանը։ Երկարը եւ կանաչը Վիետնամում ուտում են ամեն օր։ Կարճը եւ կիտրոնագույնը չորացնում են։ Իսկ տոնական սեղանին մատուցում են դեղինը, բացենք Սև Արկղը, բանանը։ Երկու զրո։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակին Յուկոմ ընկերությունը նվիրում է 99 վերնագիրը գրող գիրքը, որը ստեղծվել է Մեծ Եղևնի 99-րդ տարելիցի կապակցությամբ։
Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա են գտնվում Յուկոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը եւ կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը։ Բարի երեկո, պարոնայք։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Եսայան, ընդամենը մի քանի օր կամ 2 շաբաթ առաջ Յուկոմ ընկերությունը այցելեց սահմանամերձ շրջաններ։ Ավելի մանրամասն մեզ կպատմեք այդ ակցիայի մասին Յուկոմում։ Ասեմ, որ մենք այցելեցինք մի շարք զորամասեր սահմանամերձ, առաջին գծում տեղակայված եւ փորձեցինք մեր զինվորին ցույց տալ, որ գտնվելով թիկունքում, լինելով հայկական ընկերություն, մենք միշտ կանգնած ենք իրենց կողքին եւ այն ոտնձգությունը, որ կատարեց Թշնամին եւ պաշտպանվեց այդ զորամասերի առաջի գծում, մենք ողջունում ենք եւ միշտ լինել ենք մեր զինվորի կողքին եւ ապուզեցինք ցույց տալ, որ մենք իրենց հետ ենք եւ փոքր նվերներով այցելեցինք իրան եւ կասեի բավականություն ստացան զինվորները եւ նմանատիպ ակցիաները մեր կողմից միշտ շարունակվելու են։ Շնորհակալություն, պարոն Եսայան, ձեզ եւ Յուկոմ ընկերությանը։ Շարունակում ենք խաղը երրորդ խաղափուլ։ Պարոն Մարտիրոսյան, շատ ներողություն, բամբուկ դուք կերել եք, ես չեմ կերել, ես ճիշտ ասած չգիտեմ եմ։ Սենց մտերմիկ խոսակցություն գնաց, պետք է խոստովանեմ, որ չեմ կերել։ Դրա համար ավելի շատ բանանի վրա գնաց։ Իսկ կա սեղանի շուրջ որևիցե մեկ ով կերել է։ Ես Եվ ինչ համ ունի Լիլիթ։ Բանանի։ Պախոս նբուրակ, սլավսկի բուրակ։ Հասկանալի է։ Ձեր դեմ խաղում է Փառանձեմ Եգորյանը, արվեստաբան, քաղաք Երևան։ Ուշադրություն, Ռեմբրանդի ինքնանկարը։ Երկու շրջանները, որոնք նշմարվում են այս ինքնանկարի հետին պլանում, դարձել են արվեստաբանների վեճի պատճառ։ Ոմանք գտնում են, որ նկարիչը այդպիսով գծանկարչի հմտություններ է ցուցաբերել։ Մյուսները կարծում են, որ դրանք այն հատվածներն են, որտեղ նկարիչը ցանկացել է երկու պատկեր ավելացնել։ Ուշադրություն, հարցը։ Իսկ ինչ են պնդում այն արվեստաբանները, որոնք վկայակոչում են 17-րդ դարում Հոլանդիայում ի հայտ եկած պատերի ձևավորման նոր տենդենսը։ Ժամանակ։ Պատերի ինչ պետք է լինի, պատուհան սարքել։ Նոր պատերի ձևավորման նոր տենդենս։ Ֆրացեք նայեք։ Կամար չի էլ ինքը կլորը վիպուկլի է միգուցե։ Կանեք, այն ժամանակ կար, որ պատուհան դնելը շատ թանկ էր։ Կամ էլ պատուհանները դարձում են նավերի պատուհանների նման իլյումինատորներ։ Կլոր։ Կարող է ապակի էին սկսել դնել։ Միգուցե լուսավորության հարցը, որովհետև երկու կիսագնդերի արանքում ավելի լուսավոր է հատվածը, քան այդտեղ։ Միգուցե լույսի ու ստվերի տարբերության կամ ավելի ինչ-որ կենտրոնացման հարցեր։ Չէ։ Պատերը ինչպես են ձևավորվում։ Պատերի ձևավորման ձևեր ինչ կա, պատերի ձևավորման։ Ներկել, պաստառապատել, քանդակել, վարակույններ միջով էտել։ բայց վարակույնի նման չի դա։ Գոբելեններ, Կարող է պաստառն այս։ Նրա վրա։ բայց կլոր է։ Պաստառ ինչ է պաստառ։ Աբոյ։ Աբոյ։ Չէ, դե ինչ չէ։ Ամոս Ինչ կա տարբերակներ նկարել։ Նկարներ դնել։ Ռամկայի տեղեր ան։ Ժամանակ, պարոն Խալաթյան, ով է պատասխանում։ Կպատասխանեմ ես, բայց կխնդրեի նորից կրկնեք հարցը։ Իսկ ինչ են պնդում այն արվեստաբանները, որոնք վկայակոչում են 17-րդ դարում Հոլանդիայում ի հայտ եկած պատերի ձևավորման նոր տենդենսը։ Իմ կարծիքով այնտեղ պետք է դրվեին նկարներ։ Նկարներով էին սկսում զարդարել պատը տները։ Ինչ նկարներ։ Մարդկանց հայտնի նկարիչների։ Օրինակ Ռեմբրանդտի։ Հասկացա։ Ես ձեր պատասխանը ընդունված է, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ 17-րդ դարում Հոլանդիայում նորաձև դարձավ տների պատերը զարդարել պարոն Խալաթյան աշխարհագրական քարտեզներով։ Ահա թե ինչու շատ արվեստաբաններ գտնում են, որ Ռեմբրանդտը իր հետևում պատկերել է կիսագնդերի քարտեզը։ 2-1 հերոստատիտողները ստանում են առաջին միավորը, իսկ Փառանձեմ Եգորյանը ստանում է Ռոստոստրախ ընկերությունից նաև 50,000 դրամի չափով դրամական պարգև։
Տիկնայր եւ պարոնայր մեր դավիճում ներկա է գտնվում PC Electronics սրահի ներկայացուցիչ պարոն Սամսոն Թումանյանը։ Բարի երեկո, պարոն Թումանյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Թումանյան, մեր այսօրվա գիտակները լրագրողներ են եւ նրանց ավելի շատ բնականաբար հետաքրքրում է համակարգչային տեխնիկան։ Ինչպիսի տեսական ունեք։ Մեր խանութսրահում ցուցադրված է լայն տեսականի, տարբեր տեխնիկայի, պլանշետների, համակարգչային տեխնիկայի, այն թվում նոթբուքների եւ պերսոնալ համակարգիչների, այդ թվում նաեւ Apple-ի արտադրանքի iPad-ների։ Շնորհակալություն, պարոն Թումանյան, շարունակում ենք խաղը 4-րդ խաղափուլ։ Ուշադրություն, այսօրվա խաղում հաղթանակ տարած յուրաքանչյուր հեռուստադիտող կստանա դրամական պարգև Ռոզգոստրախ Արմենիա ընկերության կողմից։ Դրամական պարգևի չափը կախված է հաղթական հարցի հերթականությունից։ Առաջին հարցի համար 50,000 դրամ, երկրորդ հարցի 60,000 դրամ, երրորդ հարցի 70,000 դրամ, չորրորդ հարցի 80,000 դրամ, հինգերորդ հարցի 90,000 դրամ եւ հաղթական 6-րդ հարցի համար 100,000 դրամ։ Ձեր դեմ խաղում է Սամվել Ֆարմանյանը, Արևելագետ, քաղաք Երևան։ Ինձ թվում է դուք բոլորդ ճանաչեցիք նրան։ Այո։ Ուշադրություն, առյուծներ։ Ավանդաբար Չին կայսրերը իրենց նախարարների զեկույցները լսում էին վերին ներդաշնակության դարպասների մոտ, որտեղ տեղակայված էր այսպիսի բրոնզե առյուծների մի զույգ։ Բայց 1669 թվականին նորընծա կայսր Կանսին փոխեց ավանդույթը եւ զեկույցների վայրը տեղափոխեց երկնային մաքրության դարպասների մոտ, որտեղ կանգնած էին հենց այսպիսի ոսկեգույն առյուծներ։ Ուշադրություն հարցը։ Կայսեր կարծիքով ինչի մասին նախարարներին պետք է հիշեցնեին երկնային մաքրության դարպասների մոտ կանգնած առյուծները։ Ժամանակ։ Երկնայինը որն է։ Զիմնա է։ Ցինը, բան ոսկին ցինը չէ՞ այդ դինաստիան։ Կարող տոմը փոխվել է կայսերների։ Որտեղ էին ոսկեգույնը դարը։ Նոր ձև պետք է աշխատել։ Միգուցե բրոնզային եղե, հետո ոսկեգույն։ Կաշառակերության նախարարներին ինչի մասին է հիշացնում։ Սկզբից ինչի Սկզբից բրոնզա եղե։ Բրոնզ հետո ոսկե վայրը։ Եկեք նա դիշեք 17 դարի բարձրագույն ներդաշնակություն ոսկրացեց։ Սկզբից ներդաշնակությունն հետո ինչ հետո երկնային, չէ, երկնային առյուծները բանալիք։ Ինչու է։ Բրոնզը չի դարը Ինչի մասին նախարարներին պիտի հիշեցնեին ոսկեգույն առյուծները։ Այսինքն ոսկի ու նախարարներ, ենթադրում եք, որ միգուցե Կամ բրոնզ եւ նախարարներ։ Ահա, Վաղ պատերազմեր հիմա խաղաղություն։ չէ, Ավելի հարուստ է Ոսկին իսկ հարստության չէ, այլ որ երկնքում, այսինքն որ կայսրը երկնային է։ Իսկ ինքը երկնային չէր այն ժամանակ։ Այնտեղ երկնային բյուրոկրատիայի բան կա, գաղափար կա։ Ժամանակ։ Ով է պատասխանում, պարոն Խալաթյան։ Պատասխանի պարոն Աբրամյանը։ Պարոն Աբրամյան, լսում ենք ձեզ։ Մենք ենթադրում ենք, որ փոխվել է առյուծների ուրեմն երեսպատումը այն պատճառով, որ փոխվել է այն տոհմը, որը տիրում էր այդ ժամանակաշրջանում Չինաստանում եւ այս մի տոհմի ենթադրաբար այս մի տոհմի գույնը կամ չգիտեմ նյութը ոսկին էր։ Հասկանալի է, բայց հարցը այսպեսին էր, պարոն Աբրամյան, ինչի մասին նախարարներին պետք է հիշեցնեին։ Որ փոխվել է տոհմը, դինաստիա։ Որ փոխվել է տոհմը, հասկանալի է։ Ձեր պատասխանը հասկանալի, պարոն Աբրամյան, բացի գույներից, եթե համեմատեք, որևիցե ուրիշ բան չեք նկատում տարբերություն։ Ականջները կախած էր։ Ականջները դեռ բարձած է կախած։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Գորը նկատեց, որ ականջները կախված են։ Եվ կարծես ականջները փակ լինեն։ Երկնային մաքրության դարպասների մոտ կանգնած առյուծները պետք է նախարարներին հիշեցնեին այն մասին, որ այն ամենը, ինչ նրանք կլսեն կայսեր մոտ, իրավունք չունեն պատմել այլոց։ 2-2 եւ Սամվել Ֆարմանյանը։ Բերում է երկրորդ միավորը իր թիմին։
եւ Ռոսգոստրախ Արմենիայի կողմից ստանում դրամական պարգև 60,000 դրամի չափով։ Բայց զգուշացնեմ, որ պարոն Ֆարմանյանը նախորդ ինձ հետ զրուցել է եւ ասել է, եթե իմ հարցը հաղթի, կապ չունի որ խաղում։ Դրամական պարգևը կփոխանցեք այդ օրվա լավագույն հարցի հեղինակին։ Այսինքն այսօր ով դառնա լավագույն հարցի հեղինակ, եւս 60,000 դրամ կստանա արդեն Սամվել Ֆարմանյանի կողմից։ Շնորհակալություն։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ մեր դահլիճում ներկա են գտնվում Նուրքարտ ծրագրի գլխավոր տնօրեն Մարինա Դալլաքյանը եւ կոմերցիոն տնօրեն Մարինա Քոչարյանը։ Բարի երեկո։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Մանա, իսկ կարելի է ստանալ Mastercard Nordcard առանց վարկային ռեսուրսի։ Ինչ առավելություններ կան, եթե կարելի է այդ դեպքում։ Իհարկե, Nordcard ծրագիրը ինքնին կուտակային ծրագիր է եւ այստեղ քարտը հանդիսանում է այդ ծրագիրը իրականացնելու միջոց եւ ի սկզբանե այդ քարտը դեբետային քարտ է համարվում, այսինքն կարելի է ձեռք բերել եւ ուղղակի մասնակցել ծրագրում։ Վարկային ռեսուրսը ուղղակի համարվում է օժանդակ միջոց այն դեպքում, երբ մարդկանց անհրաժեշտ է լինում շտապ գումար ձևակերպել, իսկ քարտը ձեռք բերելով կարելի է այնտեղ մուտքագրել սեփական ազատ միջոցները, օգտագործել ծրագրի շրջանակներում եւ դառնալ պարգևատրման ծրագրի մասնակից։ Շնորհակալություն Nordcard ծրագրին։ Շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Պարոն Խալացյան։ Այո։ Գիտեք, հենց առաջին, եթե չեմ շփոթվում վարքյաններին, Գորը նկատեց, որ փորձեց համեմատել նկարները։ Դուք որպես բավականին փորձառու գիտակ, ինչու չփորձեցիք նույնը անել։ Գիտեմ, պետք է ավելի ուշադիր լինել, մյուս անգամ ավելի շատ կվստահեն Գորին։ Խնդիրը վստահելու մեջ չի։ Խնդիրը վստահելու մեջ չէ։ Ձեր դեմ խաղում է Արմինե Գևորգյանը, ուսուցչուհի, քաղաք Երևան։ 2013 թվականին Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը թաքցնելով իր անձը մի ամբողջ օր անցկացրեց Օսլոյում, տաքսու ղեկին, ակտիվորեն զրուցելով ուղևորների հետ։ Ուշադրություն հարցը։ Ինչ էր հետապնդում Ստոլտենբերգը նման ակցիա նախաձեռնելով։ Ժամանակ։ Ընտրություններ պետք է արվեին, սկզբից դա ներկայացվեց որպես ինչ-որ սպոնտան ակցիա, հետո պարզվեց այդ մասնակիցները լավ էլ իմացել։ Պատրաստված են։ Այսինքն քարոզարշավ։ Քարոզարշավ է, այսինքն իրան ներկայացնում են որպես երկրորդ ինչ է սպասում։ Ինչ է սպասում Բոլորից կարիք հարցիկներ հավաքի եւ ճիշտ է լսի։ Հարուն Ալ-Ռաշիդի պես փորձում էր ստենց ոնց Կարծիք եմ ունենալ։ կամ հանրային Ընտրողների կարծիքի կարծիքը, կամ քարոզարշավ կամ էլ Այդ PR-ը մանրանել, կարող սոցիալական փոխարեն էլ անում։ PR-ը քարոզարշավի իմաստն է։ Ուզում եմ ինքը իմանալ ժողովուրդը ոնց է տրամադրված։ հետո պարզվեց որ դա պարզապես ցույց էր տալիս, որ հա։ Ասում պատրաստված է դա։ Ինքը տնտղում է ժողովրդի կարծիքը, թե ուզում է ժողովրդին ինչ-որ բան հասկանալ։ Չէ, ուզում է ինքը ցույց էր տալիս ժողովրդին, որ ինքը տնտղում է ժողովրդի կարծիքը, բայց իրականում պատրաստված բան է։ Ճանաչել են իրեն։ Խոսացած է եղել մի մասի հետ։ Ժամանակ։ Պատասխանի Սամվելը Մարտիրոսյան։ Լսում ենք ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Ուրեմն այդ ակցիան, այդտեղ պետք է ընտրություններ լինեին եւ վարչապետը այդ ակցիայով ուզում էր այսպես Հարուն Ալ-Ռաշիդի պես ներկանալ, որպես մարդ, որը փորձում է իմանալ իր ժողովրդի կարծիքը, որպես հասարակ մի քաղաքացի, չնայած հետագայում պարզվեց, որ այդ սարկած PR ակցիաներ եւ մեծ մասը այդ ուղևորների պատրաստված են եղել եւ երևի նույնիսկ գրիմ արած մեր պես։ Ձեր պատասխանը հասկանալի է, պարոն Մարտիրոսյան։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Մարտիրոսյանը այնքան մանրամասն պատմեց, որ ինձ մնում է ավելացնել միայն մեկ բան։ Պարոն Յենս Ստոլտենբերգը միշտ տաքսի չի քշել, Մոսկվայում բիզնես է ունեցել։ 3-2 հոգու գիտակների։ Երաժշտական դադար։
Parla più piano e nessuno sentirà. Il nostro amore lo viviamo io e te. Temo a te, io resterò, amore mio, sempre così. Parla più piano, vieni più vicino a me. Voglio sentire gli occhi miei dentro di te. Nessuno sa grande amore mai più grande esisterà. A te io resterò, amore mio, sempre così. Parla più piano, vieni più vicino a me. Voglio sentire gli occhi miei dentro di te. Nessuno sa grande amore mai più grande esisterà. Շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր նամակներում անպայման նշեք հարցի ձևակերպումն ու ճիշտ պատասխանը, տեղեկատվության սկզբնաղբյուրը, ձեր անուն, ազգանուն, հայրանունը և հետադարձ հասցեն ու հեռախոսահամարը։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Ռոսգոստրախ Արմենիան։ Իսկ ավելի ստույգ Ռոսգոստրախ Արմենիա ընկերության Եղեգնաձորի մասնաճյուղի գրասենյակային վաճառքների մենեջեր Անի Ասատրյանը։ Ուշադրություն էկրանին։ Ուշադրություն հարցը։ Ինչպես է կոչվում վերջերս Թայվանում բացված այս սրճարանը։ Ժամանակ։ Հարսուփեսա ինյան Hello Kitty։ Կամ ինյան կալավնա։ Թայվանում է։ Թայվան։ Ինյանը հա, մужской женский։ Հա։ On ana el jo Տղամարդուց ոչինչ չկա, բացարձակապես վարդապետ։ Անի տղա է երևի։ Այն որ յուբկա տղա աղջիկ տղա։ Հենց վերնագի եկա Կամ զույգ Հա ինյան կարալին։ Իսկ որ բոլորը վարդագույն են, ձեզ ոչինչ չի հուշում։ Վարդագույն տղերքել են ուզում։ Ուրա վարդագույնը նկարի որակն է այդ։ Նկարը այդ սաղ ֆոնն է վարդագույնը։ Իսկ եթե հարսանիքի հետ կապված է։ Լավ էլ ինչ կարող լինի։ Ինչպես է կոչվում։ Վերնագիր ասում եք Ինչպես է կոչվում։ Pink եսիմ ինչ։ Pink pian։ Հարսանեկան, հարսանիք։ Սա ամբողջը ռոզովի է ինձ, այս էլ է ռոզովի, բոնն էլ է ռոզովի։ Ինդիան։ Չինաստան, Թայվանը, Չինաստանն է։ Վարդագույն։
Վարդագույն ինյան։ Ժամանակը լրացավ, պարոն Խալաթյան։ Պատասխանի Եգորը Գլումով։ Եգորը Գլումով, լսում ենք։ Մեզ թվում է, որ սրճարանի անվանում պետք է չէ կրկնենք։ Այո, ինչպիսին է Ինյան։ Ինչու։ Դե որտեվ տեսնում ենք, որ աղջիկա աթոռ եւ տղայ աթոռ, հետո աղջիկա էլի։ Ինյանը վարդագույն սպիտակա։ Սպիտակ չտեսանք այդտեղ։ Տեսնում ենք վարդագույն եւ վարդագույն, այո, մի ավելի բաց վարդագույն եւ մութ վարդագույն։ Հասկանալի է։ Մենք սպիտակ չենք տեսնում։ Հարցն ընդունված է, պարոն Գլումով։ Իսկ հիմա ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Առաջին իսկ վարքյանից Լիլիթը նկատեց, որ ամեն ինչ վարդագույն է։ Սրճարանի ինտերիերը վարդագույն է, աթոռները կիսա շրջազգեստներով։ Այդ սրճարանը կոչվում է Լիլիթ Բարբի։ Բարբի շորերն են, բարբի գույներն են։ Երեք։ Այս կարանք սենց ադակաս, մենք ավելի լավ պատասխան։ Երեք, ես հասկանում եմ ձեզ, բայց վարդագույնի վրա հենց սկզբից եթե չլիներ Լիլիթի ուշադրությունը միգուցե, բայց կարելի էր, այստեղ էլի ես կարծում եմ Հայկը պետք է բռներ այդ Հայկը այն անգամ ձեր խորտը Գլումովին Ես չեմ ասում Գլումովին լսի, ես ասում եմ բռնի ճիշտ միտքը, ով որ դա հարտահայտում է, պարոն Մարտիրոսյան։ Ով ասաց, որ Բարբին ամբողջովին վարդագույն է։ Կապույտ կա սպիտակ։ Այո, կա սպիտակ Բարբի։ Մեռած Բարբին կապույտ։ Սևամորթ Բարբի կա։ Գիտեք, ես հասկացա ձեզ, պարոն Գլումով, բայց ես ուզում եմ ասել, որ մեր դահլիճում ներկա է Մարկ Գրիգորյանը, ով եւ գիտակ է, եւ լրագրող, բարի երեկո, պարոն Գրիգորյան։ Բարի երեկո։ Ես կփորձեի հիմա ձեզ լսել, այնուամենայնիվ, որպես գիտակ եւ որպես լրագրող։ Կոռեկտ էր հարցը, թե ոչ, պարոն Գրիգորյան։ Ես չեմ կարող ասել հարցը կոռեկտ էր թե ոչ, որովհետև ես չգիտեմ գրական աղբյուրը այս հարցի, բայց հարցը լավն էր եւ ես պիտի ասեմ, որ ինձ շատ է դուր գալիս այսօրվա թիմի խաղը։ Իրենք խաղում են եւ ես համոզված եմ, որ իրենք կարող են պատշաճ ձևով ներկայացնել եւ լրագրողներին եւ գիտակներին խաղի ընթացքում։ Ինչի եւ անում են արդեն մոտ կես ժամա, պարոն Գրիգորյան։ Այո։ Եվ շատ լավ է։ Ես ճիշտ ասեմ, ինձ էլ է շատ դուր գալի նրանց խաղը։ Եվ ես կարծում եմ, որ շուտով կգա այն ժամանակ, երբ որ լրագրողների թիմը կխաղա եզրափակիչում եւ կհաղթի 6-5 հաշվով։ Հատկապես եթե դուք իրենց թիմում լինեք, նաեւ դուք։ Իրենք առանց ինձ շատ լավ են խաղում։ Հասկացա, չեք հավատում։ Շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան։ Իդեպ հարգելի գիտակներ, հիշեցնեմ, որ խաղի ընթացքում մեկ անգամ դուք կարող եք օգտվել դահլիճի օգնությունից, բայց միայն այն դեպքում, երբ դուք կպարտվեք հեռուստադիտողների։ Եմ Պարմանյանի հարցը չկա։ Բլիցկա։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Մարիամ Ասլանյանը, Մանկավարժ, քաղաք Երևան։ Ով նկարում է այն, ինչը կարելի է վաճառել, նկարիչ է։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչով է տարբերվում նկարչից համաձայն Պաբլո Պիկասոյի լավ նկարիչը։ Ժամանակ։ Ով կարող է լավ գումարով վաճառել։ Իսկ կոմեր ընդհանրապես չի կարող վաճառել, չէ, ինքը լավ վաճառում է, իրան համարում են լավ նկարիչ։ Վաճառողը լավ նկարիչ է։ Երեք գումարի մասին չէր խոսքը, ասում էր ով վաճառում է այն ինչ լավ նկարիչ է ով է։ Պիկասոն նույնիսկ իր կվիտանցիաներն է ստորագրած։ Ով վաճառում է նաև այն ինչ չի կարելի նկարել։
Չէ, ով կարող է վաճառել, չէ՞։ Վաճառվում է։ Նկարիչը ով է։ Հարցը հետևյալն է, ով վաճառում է այն ինչ կարելի է նկարել, նկարիչը, ով վաճառում է այն ինչ չի կարելի նկարել, լավ նկարիչ է։ Ինքը նկարում է այն ինչ որ Չէ, ամեն ինչ կարելի նկարել, ինչ չի կարելի քեզ նկարել։ Եկեք ուրիշ ձև վաճառում այն ինչ որ չի ով նկարում է այն ինչ որ չի կարելի վաճառել, ով նկարում է այն ինչ որ չի կարելի վաճառել։ Այսինքն ինչ որ չի վաճառում, ես մեկը նկարում եմ։ Այո։ Տարբերակով Ով կարում է Այդքան անգին են նկարները, որ չի կարելի վաճառել, հա։ ով նկարում է այն ինչ որ չի կարելի վաճառել։ Այսինքն լավ նկարիչն այն մարդն է, ում համար կարևոր չի կվաճառվի նկարել, թե չի վաճառվի։ Ով կարում է վաճառել այն որ ինչ չի կարելի նկարել։ Ինչ որ վաճառել։ Ժամանակը լրացավ։ Ես կխնդրեմ հարցը կրկնեք եւ կպատասխանի կրկին Եգոր Գումբով։ Ով նկարում է այն, ինչը կարելի է վաճառել, նկարիչ է։ Իսկ ինչով է տարբերվում նկարչից համաձայն Պաբլո Պիկասոյի լավ նկարիչը, պարոն Գլումով։ Ով վաճառում է այն, ով նկարում է այն, ով նկարում է այն, ինչ չի կարելի վաճառել։ Ով նկարում է այն, ինչը չի կարելի վաճառել։ Գիտեք, գիտակներից նոր կադրում Հայկ Ղազազյանն էր, որը աչքերը փակեց, ես տենց հասկացա դուրը չեկավ պատասխանը պարոն Գլումովի։ Պարոն Ղազազյան, դուք կարծում եք սխալ պատասխանեց, նու համենայն դեպս դեմքի արտահայտություն պատասխանեն մեր կարծիքով, բայց մենք կարծում ենք մի քիչ այլ պատասխանել ճիշտ է։ Ձեր կարծիք։ Իհարկե լսում ենք ձեզ։ Լավ նկարիչ այն է, ինչը ով վաճառում է այն, ինչ կարելի է նկարել։ Այսինքն հակառակը։ Այսինքն ձեր կարծիքով ուշադրություն ճիշտ պատասխանը։ Ով նկարում է այն, ինչը կարելի է վաճառել, նկարիչ է, իսկ ով վաճառում է այն, ինչը նկարում է, լավ նկարիչ է։ Հայկ Ղազազյանը տվեց ճիշտ պատասխանը եւ Ռոզգոստրախ Արմենիան պարգևացնում է Մարիամ Ասմանյանին 80,000 դրամ պարգևավճարով։ Որ հասկանալի է հարցի իմաստը, թե չէ։ Հարցի իմաստը հասկանալի է, իմ հայրենի չիմացության խնդիրն է։ Հասկանալի է, հասկանալի։ Մենք բոլորս հիմա միասին սովորում ենք, Գորջան։ Դրա համար էլ անցել ենք հայերենի, ոչինչ։ 4-3 օգուտ հեռուստադիտողների հիշեցնեմ Այկին, որ այ հիմա ինքը կարող է օգտվել արդեն դահլիճի օգնությունից, օրինակ այս խաղապուլում 8-րդ խաղապուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի ձմեռային եթերաշրջանի ընթացքում խաղի գլխավոր հովանավոր Ռոզգոստրախ Արմենիա ընկերությունը կրկնապատկում է ձեր մրցանակները։ Հատուկ կնշվեն ձեր կողմից նկարահանված հարցերը։ Ձեր դեմ խաղում է Քրիստինե Ալարբերկյանը, տնային տնտեսուհի, քաղաք Վանաձոր։ Ուշադրություն, հարցը։ Ովքեր են պատկերված 3 խնձոր, որոնք փոխել են աշխարհը գրությամբ պաստառի վրա։ Ժամանակ։ Ստիվ Ջոբս, Ջոբսն, Նյուտոնը ու Եվան Ադամը էլի։ Ադամը եւ։ Չնայած Տրոյան էլ կարելի էր ավելացնել 4-րդով։ Ջոբսը Նյուտոնը հաստատ։ Ջոբսը Նյուտոնը Ադամը, Եվան։ Adam Եվան այզր եւ լկրազդորը որ կկողը։ Դե դեմ Եվ լկրազդորը Ելենա։ Не, աշխարհը փոխել է։ Բայց առաջին այդ երկուսը Ելենան աշխարհ չէ։ Ադամ Եվայից ամենա փոխողն են։ Դե առաջին այսինքն Ստիվ Ջոբսը համալացի։ Բացի դրանից ելով կարող լինի։ Բիլբերտը լքնձոր գիշեր հասարեցի դերս։ Եվ կլիդ է, որ կիսատ խնձորները։ Խռասնել պետք չէ, պարոն Ալաթյան, եթե պատասխանը պատրաստ է, կարող եք ասել, որ դուք պատրաստ եք եւ ես կընդունեմ։ Կպատասխանի Սամվելը Մարտիրոսյանը մոտ կա։ Լսում ենք ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Մեկը Ադամ Եվա եւ օծը, չգիտեմ դրանցից որն է պատկերված եղել։ Երկրորդը Իսահակ Նյուտոնը, երրորդը Ստիվ Ջոբսը։ Ստիվ Ջոբսի պարագայում երևի թե կծած խնձորը, պարոն Մարտիրոսյան։ 4-4։ Տիկնայք եւ
պարոնայք, մեր դահլիճում ներկա է գտնվում Կոնվերս բանկի ռազմավարական զարգացման վարչության պետ պարոն Ռաֆիկ Քասարջյանը։ Բարի երեկո, պարոն Քասարջյան։ Բարի երեկո, պարոն Հապնդավար։ Պարոն Քասարջյան, վերջերս Կոնվերս բանկը ներկայացրեց Հայաստանում առաջին մոբայլ բանկը, M-Converse-ը, հավելվածը։ Կպատմեք մեզ հավելվածի գլխավոր առանձնահատկությունների մասին։ Շատ բարի, չնայած որ բազմաթիվ հարաբերություններ կան, երևի ամենաքրավիչը կլինի այն, որ առաջին անգամ Հայաստանում մեր հաճախորդները կարող են հեռախոսի սմարթֆոնի միջոցով վճարումներ կատարել խանութներում, ծառայությունների եւ արժանապատվությունները ցեք բերելու համար, խանութներում, yin-yang սրճարանում, ինչպես պարոն մի քիչ առաջ նկարագրեց, եւ դա մեկ մեծ հեշտություն եւ հարաբերություն է տվել մեր հաճախորդներին։ Իսկ արագաչափերի ու կարմիր գծերի համար էլ կարող ենք դրանով վճարել։ Ամբակայում անպայման։ Իդեպ այսօրվա լավագույն գիտակին Կոնվերս բանկը նվիրում է Տիգրան Բալոյանի ծուխը պատմվածքը։ Շնորհակալություն Կոնվերս բանկին, շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեզ ենք ներկայացնում ինչ որտեղ երբ հեռուստադիտողների մասնակցության կանոնակարգը։ Ըստ այդմ, մեր խմբակրակազմը հեղինակների հետ հաղորդման ուղարկած հարցերի շուրջ բանակցությունների մեջ չի մտնում։ Իրեն իրավունք է վերապահում խմբագրել եւ վերափոխել հարցերը, ինչպես նաեւ օգտագործել ձեր կողմից ուղարկված նյութերը սեփական հայացողությամբ։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Անելկա Ավետիսյանը, Թոշակառու քաղաք Վանաձոր։ Ուշադրություն էկրանին։ Այս յուրահատուկ բաղադրությունը տրավերտինից գտնվում է Կոլորադո գետի ափին։ Կուլիսների ետևում գտնվում է այն, ինչի հետ այս նստվածքը համեմատել են եվրոպացիները։ Ուշադրություն հարցը։ Ինչ է կուլիսների ետևում։ Ժամանակ։ Водопад? Осадок. Осадок. С чем они сравнивают осадок? Траверти с чем сравнивают? Ինչի հետ են համեմատում այդ նստվածքը։ Ռուսերեն цвета детской неожиданности. На тыкву похоже. Սենց որ նայենք ոնց որ չէ, մի թեթև նման է, նա տիկվու։ Դթմի նման է։ Հայտի կտոր։ Պամպերսի պարունակությամբ։ Բայց կալորամունությամբ ոնց որ դթում լինի, ու սենց իր прожилки вот эти похожи на Հալա, բացի դրանից։ Այսքով էլ է դտումի նման։ Հա, ստեսքով։ Էլ ինչ։ Հետո դրանից ելույթ կա։ Մազեր, Նստված։ Բարիկ, Բլանդ։ բարիկ может быть, Հա, միգուցե կեղծա։ Եվրոպացիները։ Եվրոպացիները։ Կոլորադո ես նայում եմ։ Колорадский круг может быть, да? Չէ, где։ Միգուցե։ Բայց դա ուրիշ է։ Քաղաքականացի։ Նման։ Բան չի։ Պոլիսների հետևում։ Պոլոսկե չեն։ Ուրիշները դժվար է բերեն։ Կամ տիկվա, կամ բարիկ, Կամ կեղծա։ Բլանդիկայի մազեր։ Տիկվան երևի։ տիկվա։ Եվրոպացիները։ Բայց այնտեղ եղել է թե չէ։ Ինչ դետում։ Ժամանակը լրացավ, պարոն Խալաթյան, ով է պատասխանում։ Պատասխանի Լիլիթը։ Պարոն հաղորդավար, եւ գույնով նմանեցնում է առաջին հայացքից դթմի։ Դթմի։ Այսինքն ձեզ թվում է, որ կուլիսների ետևում դթում է։ Միգուցե։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Կոլորադո գետի ափին ձևավորված տրավերտինից նստվածքը եվրոպացիները համեմատել են ուշադրություն Լիլիթ։ Դթմի հետ։ Լիլիթ։ Լիլիթ։ Այո, պարոն հաղորդավար։ Ինձ այսօր թվում է, որ ես չգիտեմ ճիշտն ասած, երբևիցե չեմ հանդիպել, բայց ինձ թվում է դուք բավականին երկար ժամանակ է խաղում եք այս խաղը։ Գիտեք, ես եւ դիտում եմ իհարկե խաղում եմ բոլոր գիտակների հետ։ Հասկանալի է։ Դեգուստացիոն դադար։ Դիկնայք եւ պարոնայք, իսկ մեր դահլիճում ներկա է գտնվում Մադաթ բրենդի ներկայացուցիչ պարոն Լևոն Բուդաղյանը։ Բարի երեկո, պարոն Բուդաղյան։ Բարի երեկո։ Պարոն Բուդաղյան, ձեր գործարանը ներկայացնում է նաեւ Ղարաբաղ բրենդը։ Ինչ է իրենից ներկայացնում այդ արտադրանքը։ Դրանք ավանդական եղանակով պատրաստված մրգային դիստիլյատներ են, 6 տեսակի, ուրեմն թթի, ոսկե թթի հոնի, վայրի տանձի, խաղողի եւ ծիրանի, որոնց հումքը ամբողջությամբ վերցնում է Լեռնային Ղարաբաղի տարածքում մեր այգիներից։ Շնորհակալություն, պարոն Բուդաղյան։
Շարունակում ենք խաղը։ Ինչ որտեղ երբ աշնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Ռոսգոստրախ Արմենիա ընկերությունը։ Հովանավորներն են Յուքոմ ընկերությունը, Մադաթը կոնյակը, Converse բանկը, PC Electronics խանութսրա, իսկ հեռուստադիտողների եւ դիտակների գործընկերն է Նուր Քարտը։ Գովաստ Արմենիա TV-ի եթերում։ 5-4 օգուտ դիտակների 10-րդ խաղապուտ։ Ճիշտն ասած ես հաճելիորեն զարմացած եմ, ոչ թե որ կասկածում էի այս թիմի յուրաքանչյուր անդամի հետ ես ծանոթ եմ վաղուց, գիտեմ եւ ինտելեկտուալ եւ մնացած բոլոր հնարավորությունների հետ, բայց ամենայնիվ խաղը ունի նրբությունները եւ ես դրա համար ասեցի Լիլիթին խոսելուց, որ կարծես թե բոլոր նրբությունների հետ ծանոթ են։ Հիմա վերջին նրբությանը կծանոթանա։ Այո, վերջին նրբությունը, բլից։ 3 հարց յուրաքանչյուրին պատասխանելու համար տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, հարց առաջին։ Հայտնագործությունները ֆիզիկայի բնագավառում սերտորեն կապված են միմյանց հետ։ Առանց Հենրիխ Հերցի փորձերի չէր լինի Ալեքսանդր Պոպովի ռադիոն։ Գայանե Մանուկյանը Երևանից հետաքրքրվում է, որոնք էին այն երկու բառերը, որոնք աշխարհում առաջին անգամ ռադիոյով փոխանցեց գյուտարար Ալեքսանդր Պոպովը։ Ժամանակ։ Прием, չէ։ Привет։ Говорит Москва։ Հերցի հետ կապված կարող է լինի։ Կարող է իր անուն էր, Հերցի անունն է եղել։ Спасибо, Herz, да, շնորհակալություն Herz։ Հա, միգուցե Շնորհակալություն Հերցի։ Ինչ է Herz լիշ Կարևոր չի անուն ազգանունը։ Հերցի անուն ազգանունը միգուցե։ Միգուցե այն հաճախականությունը։ Ժամանակ։ Եթե կարելի է կարող եք կրկնել։ Իհարկե կարող եմ կրկնել Պարոն Աբրամյան, որոնք էին այն երկու բառերը, որոնք աշխարհում առաջին անգամ ռադիոյով փոխանցեց գյուտարար Ալեքսանդր Պոպովը։ Այն նախորդը եթե ասեիք, ավելի լավ կլիներ իհարկե։ Ես կարծում եմ նա ասել է Հենրիխ Հերցի անուն ազգանունը։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք, պարոն Աբրամյան։ Շարունակում ենք բլիցը, ուշադրություն, հարց երկրորդ։ Վերջերս ամերիկացի գիտնականները ստեղծել են մի սարք, որը առաջացնում է առողջության համար անվտանգ, բայց ցավոտ էլեկտրական պարպում։ Սարքը կոչվում է հարված Իվան Պավլովից։ Ալեքսան Քեսոյանը Զորաքարից հետաքրքրվում է, ժամանակակից որ հիվանդության կանխարգելման համար է նախատեսված այդ սարքը։ Ժամանակ։ Շատ ուտելուց, բուլիմի է։ Ավելի ուտելուց, հա, բուլիմի է։ Իսկ կարող է Պավլոն naоборот, միգուցե աներեքսի է։ Ողջույն լսողության Պավլովի շունիկին, Պավլովի շունիկին հենց բաներանում Ժամանակ։ Կրկին կպատասխանի պարոն Աբրամյանը։ Ես չգիտեմ պարոն հաղորդար այդ անվան գիտական անունը, բայց ես կարծում եմ դա շատակերության դեմ էր։ Պարոն Աբրամյան, շատակերությունը ժամանակակից հիվանդություն է։ Ժամանակակից հիվանդություն։ Օրինակ ես ինչքան գիտեմ, Աբլոմովը դեռ շատ վաղ։ Ռաբլեներ է շատում։ Կարող է կոչվել բուլիմիա, հա դա։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Սարքը առաջացնում է պարոն Մարտիրոսյան, առողջության համար անվտանգ, բայց ցավոտ էլեկտրական պարպում կանխարգելելով ինտերնետ կախվածությունը։ Դա բոլորիս է վերաբերվում, թվում է։ 5-5։ Բայց իմ անունը ինչու եք տալիս։ Ալեքսան Քեսոյանը հավասարացրեց խաղի հաշիվը և Ռոսգոստրախ Արմենիա ընկերության կողմից ստանում է 90,000 դրամական պարգև։ Ինձ թվում է դահլիճում չկա մեկը, որին պետք չգա այդ սարքը։ Տիկնայք և պարոնայք, հաշիվն է 5-5 և մենք սկսում ենք 11-երորդ խաղապուլը։ Էլ զատո բլից չկա։ Չէ։
Բայց էլ օգնություններ չունեք, դամիջին չեք կարող դիմել։ Անկախ խաղի արդյունքից, անկախ այս խաղափուլի արդյունքից, միևնույն է, ես կարծում եմ այս թիմը կդառնա արդեն մեր ակումբի մշտական անդամ, որովհետև առաջին անգամ նստել խաղին եւ ցուցադրել այսպիսի խաղ, ես առաջին անգամ եմ հանդիպում ձեր դեմ խաղում է Տաթևիկ Սիմոնյանը, աշակերտուհի, քաղաք Սանիվեյլ, ԱՄՆ։ Ուշադրություն էկրանին։ Ձեր առջև գեներալ Ջեյմս Կարդիգանն է։ Իսկ հիմա ուշադրություն, հագուստ։ Ուշադրություն հարցը։ Ինչ նպատակով է գեներալ Ջեյմս Կարդիգանը ստեղծել հենց այսպիսի բրդյա հագուստ։ Ժամանակ։ Ամենապրիմիտիվ պատասխանը չմրցելու։ Համազգեստի տակից Համազգեստի տակից։ Ոչ մենք ոնց որ հիմա տակից։ Ոչ երևա, համազգեստի տակից որ չերևա։ Ինչի համար է ստեղծել այդ Չէ, երևա որ ստիճ վարեք։ Ստե կարող է բաները։ Մեդալները որ երևա։ Հնարավոր է։ Ոստեղ որ շատ օրդեններ կախելու տերեր։ Ինքը տակից հակները բաց է ստեղ։ Կարջգան տակից չեն հակնում, բայց։ Կողայինքը այն վաղ կրտնալ։ Բայց լավ էլ ինչ կարող լինի։ Պաշտոնական հագուստի ձևը փոխարինելու ժամանակ։ Բայց նայեք իա բանդել է, մունտիրնել է նման կա։ Տենց էր։ Որ ձևի գալու։ Օրդեն կար։ Օրդենները, որ երբ որ մունտիրը չի հակը, այդ ժամանակ կանա օրդենները հակնի ու երևա իրա։ Առանց մունտիրի։ Որտե մնացած շորերը չէր կարող հակնել այդ օրդենները օրինակ։ Սառուչկայի վրա հարմար չէր։ Սենց երևի ինչ որ օրդենները։ Այդ օրդենները, հա։ Ստեղ կա։ Спать в этом собирается։ Չէ, հա։ Ժամանակը լրացավ, պարոն Խալաթյան, լսում ենք ձեր պատասխանը։ Ով է պատասխանում։ Կխնդրենք նորից ցույց տայեք նկարը, ես կպատասխանեմ։ Եթե կարելի հարցը կրկնել եւ Իհարկե, ձեր առջև գեներալ Կարդիգանն է եւ հագուստը։ Ինչ նպատակով է գեներալ Ջեյմս Կարդիգանը ստեղծել հենց այսպիսի բրդյա հագուստը։ Ես կկրկնեմ Սամվել Մարտիրոսյանի հնչեցած վերսիան, որ կարելի լինել համազգեստի տակից հագնել եւ տակ լինել բացի այդ։ Շնորհակալություն, պատասխանը ընդունված է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոնայք, դուք ուշադրություն դարձրեցիք, ես նկատեցի Կարդիգանի համազգեստին։ Համազգեստը ամուր գրկում է մարմինը եւ կարված է մահուդից, դա դրապն է։ Ձմռանը այն չէր տաքացնում։ Այդ պատճառով գեներալը ստեղծեց բրդյա հագուստ առանց օձիքի խորը բացվածքով փոքրիկ կոճակներով որպես ներքնազգեստ։ Այս հագուստը այն ժամանակվանից ի վեր կոչվում է Կարդիգան։ Վեցին, ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Գագիկ Բաղդասարյան, Լիլիթ Թումանյան, Եգոր Գլումով, Արամ Աբրահամյան, Սամվել Մարտիրոսյան եւ թիմի ավագ Հայկ Խալաթյան։ Բարոն Հայկ Եսայան, որպես գիտակների շահերի պաշտպան կուզենայի նշեք այսօրվա խաղի լավագույն գիտակի անունը։ Այսօր բոլորը շատ լավ խաղացին, կարծում եմ խաղը շատ հիանալի խաղ էր, բոլորից հաճույք ստացան եւ կարծում եմ կհամաձայնվեն դա Սամվել Մարտիրոսյանն է։ Ես համաձայն եմ, պարոն Եսայան։ Պարոն Սամվել Մարտիրոսյանը ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն գիտակ եւ ստանում է հայերեն բացատրական բառարանի 4 հատորյակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի մակագրությամբ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բյուրոկրատ գրականին։ Ստանում է նաև Տիգրան Պալոյանի ծուխը պատմվածքը Կոնվերս բանկից, ինչպես նաև Triple Play Jazz Patet-ի եռամսյա բաժանորդագրություն Ucom ընկերության կողմից։
Օրիգինալ բազմաֆունկցիոնալ կենսաղային Սարգիսի էլեկտրոնիկ խանութ սրահի կողմից Մադաթը կոնյակ, Converse բանկի Visa Gold Card, ինչպես նաև Mastercard Nordcard Premium դասի Gold Card, որի հաշվեք շրինկը 100,000 դրամ, 043 նոր կոդով Gold հեռախոսահամար Beeline-ից եւ անվճար մեկամյա բաժանորդագրություն All in One Նուր Փաթեթին։ Կարելի է մյուս խաղին էլ գալ։ Ինչե՞ պարոն Մարտիրոսյան չլսեցի ես։ Պարոն Մարտիրոսյան, ես չլսեցի, դուք ինչ-որ բան էիք ասում։ Հետ ուղղակի ասեցի, եթե կարելի է էլի գամ մասնակցեմ։ Ես հասկացա, ես արդեն ինձ թվում է ես դեռ մեկ խաղապուլ առաջ ասեցի, որ անկախ խաղի արդյունքից ես կուզենամ տեսնել այս թիմը այս դահլիճում եւ ընդ որում հաճախ։ Ավելի հաճախ, քան կարելի է պատկերացնել։ Պարոն Աղավելյան, բարի երեկո, պարոն Աղավելյան, Ռոսգոստրախ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վահագն Աղավելյանը պաշտպանում է հեռուստադիտողների շահերը եւ հիշեցնեմ, այսօր հաղթող հեռուստադիտողներն են եղել Փառանձեմ Եգորյանը հարց Ռեմբրանտի մասին, Սամվել Ֆարմանյանը արվեստների մասին, Մարիամ Ասլանյանը նկարիչների մասին եւ Ալեքսանդր Քեսլոյանը ինտերնետ կախվածության մասին։ Ինձ թվաց, որ առավել հաջողված հարցն է Ռեմբրանտի նկարի մասին հարցը։ Փառանձեմ Եգորյանը դառնում է այսօրվա խաղի լավագույն հեռուստադիտող, ստանում է 99 վերնագրով գիրքը Յուքոմ ընկերությունից։ 60,000 դրամ Սամվել Ֆարմանյանից հիշեցնեմ։ Ինչպես նաև Մադաթով կոնյակ, Converse բանկի Visa Classic Card, Mastercard Nordcard Premium դասի Gold Card, որի հաշվեք շրինկը 100,000 դրամ, 043 նոր կոդով Gold հեռախոսահամար Beeline-ից։ Խաղնավատված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV եթերում։